Ողջույն, սեպտեմբերի 26-ն է, 12-ին 15 պակաս, 20 աստիճան է, դե պարզա, որ գործով եմ գնում, սենց շուրջ ժամին, մոտավորապես ազգային ժողովի կողմերը, Բաղրամյանի վրա։ Ես մի հատ կոմենտներից էի ուզում ասեի, ուրեմն նախ Իգոր Չիլինգարյանն էր, մի օր առաջ ինքը երկու կոմենտ էր գրել, ես կոմենտները չբացեցի, առավոտ շուտ էր, ուղղակի նայեցի, ասեցի հետո կնայեմ էլի, որտեղ նայեցի, ուրեմն կա ստեղծագործական ստուդիա, տենց հավելված է էլի, բաների համար, նրանց համար, ովքեր ալիք ունեն YouTube-յան էլի, ինքը հարմար է ահագին, որոշ ֆունկցիաներ ունի, ասենք կամպյուտերից ես միշտ գերադասում եմ տեղից բեռնեմ էլի վիդեոները ու ինքը ունի տենց ընդեղ վերևում զանգակա ծանուցումներ է ուղարկում կոմենտների դա ինչով է հարմար որ ասենք մեկը կարող է 3 օր առաջ ինչ-որ մի կոմենտին պատասխանել է ասենք 2 ժամ առաջ այդտեղ դա ըլնում է էլի ոչ թե պետք է գնալ 3 օր հետ որ հանդիպել այդ գրած պատասխանը ու տեղ ես տեսա Իգորի այդ երկու բանը հետո խփեցի որ կոմենտը բացեմ ծանուցումը դե առաջի մի նախադասությունն է գրած այնտեղ հետո բազմակետա դենամ չկա երկրորդը խփեցի էլի չկա այդ ինչ-որ մտածեցի էլի սկսեց եթե հիշում եք մի մոմենտ կար տենց բան կոմենտներ կային կորում էին անընդհատ Արարատ Եգանյանի մոտ էր, չգիտեմ խի հաճախ լինում այդ մի խոսքով հետո երեկոյան Անահիտին ասում եմ Իգորի կոմենտները թռել են էլի YouTube-ը ֆոկուսները սկսել է ոնց որ թե ասում է չէ ոնց նա կարդացի ես գնացի բացեմ տնեմ կան բայց ես զգացի որ ինչ-որ առաջին նախադասությունը մի քիչ ուրիշ էր Հիմա առավոտյան, որ Արմինեն էլ գրեց, որ կոմենտս չկա կարող է, դուք եք հեռացրել, չէ Արմինե ջան, մենք իհարկե կոմենտը չենք հեռացրել ու ասեցի մի հատ Իգորին նայեմ, կարող է ես եմ սխալվել էլ այդ կամ YouTube-ը հետ է բերել այդ նույն կոմենտը դենամ չէ, Իգորը ուղղակի այդ նույն կոմենտները երկրորդ անգամ է գրել, մի քիչ ձևափոխած Դե ես են կոմենտի առաջին նախադասությունները հիշում էի, սա մի քիչ ուրիշ էր Բայց միտքը նույնն էր, այդ որ Անահիտը մակարոն առավ ու երկրորդը քույրիկիս են մի գետը երկու անգամ մտնել է Վադնուրեկ ու դվաժդի Այդտեղից մի հատ ինքը կտոր էր բերել էլի երկրորդ կոմենտը Մի խոսքով տեն ժողովուրդ ջան Ես կոմենտներ չեմ հեռացնում, եթե տենց բան նկատեմ, ձեզ էլ կզգուշացնեմ, որ կորել է ձեր կոմենտը էլի, որ դուք էլ հանգիստ ելնեք, ինչի ես պետք է հեռացնեմ, չկա տենց բան։ Ուրիշ բան, եթե ինչ-որ անպատվանք են գրում, չեմ ամեն չեն անում, դրանք անխտիր ես հեռացնում եմ, չեմ թողում, եթե նկատում եմ։ Սենց, այդքանն է ուզում կոմենտների մասին ասեի, մեկ էլ Ռազուշ կոմենտներից խոսացի, ես Միասնիկյանը անցանք, Հերացին անցանք ու Շահրիմանյան փողոցն է հիմա կոմենտներից մի հատ խնդրանք ունեմ ճիշտ ասած, ուղղակի խնդրանք է ես դա ինչ-որ բան չի էլի, որտեվ նայեք, հաճախ պատահում է մենք մի բան ասում ենք վիդեոյում էլի Կոմենտում խոսք մեր ասածը կրկնում են, էլի, ասենք, Միսակ Մանուշյանի այգիում է երկրորդ ելնելու, էլի, այդ մանկական հրապարակը խաղա, երրորդը ներողություն, գրում են Միսակ Մանուշյանի բուրակում է լինելու, ու տենց բավականին հաճախ է ալնում, մենք մի բան ասում ենք վիդեոյի մեջ, նույնը կոմենտում կրկնվում է, էլի, Դե ես հասկանում եմ անուշադիր են վիդեոն նայել կամ այդ մասը թռել են էլի
Նամանավանդ ես ինքս եմ շատ անուշադիր մարդ, կարող է հենց դրա համար տրամադրությունս մի քիչ ընկնում է, որ նույն բանը տենում եմ նորից գրած։ Այդ ուղղակի խնդրանք է, եթե կոմենտ եք գրում, մի քիչ ուշադիր նայեք վիդեոն, համոզվեք, որ այնտեղ չի ասվում դրա մասին, էլի։ Լավ, այդ մանրունք է, առանձնապես լուրջ բան չի։ Մտնում ենք, ուր ենք մտնում, Աբովյանի հրապարակ։ Իսահակյան փողոց, երեխաները փողոց են անցնում, հետաքրքիր բանը։ Աշխուժ։ Ու մոտեցանք Մաշտոց պողոտային, ես կտրեմ Կասկադով անցնենք։ Բոլորը խոսում էին երեխաները։ Ու հիմա մտածում եմ ինչ դաժան է, չէ, որ ստիպողական պետք է լուռ նստեն 45 րոպե։ Ինչ եմ ասում ստիպողական, որտեվ եթե շատ հետաքրքիր բան է, ասենք Օրինակ տեխնիկային թատրոնում, որ իրանք լուռ նստած են, որտեվ կլանված նայում են, էլի։ Բայց եթե տենց հետաքրքիր չի, այլ ուղղակի ստիպողական են լռում, այդ շատ տխուր է։ Հասա Կասկադ։ Դե ասեմ համեմատաբար լավ եկանք, խցանումներ չկար, տենանք ես մեկը ինչ է ասելու։ Երկարատևելու, թե հասանք Բաղրամյան, մտանք Բաղրամյան, ես ազգային ժողովի մոտ ինչ-որ մարդիկ են հավաքվում, լմիրոպե մոտ երախոսով խուրցեն ցույց տան, այդքան շատ չեն, ինչ-որ մի հոգի, երկու հոգի Չէ, ես կողմ ավելի շատ եմ դեպի դարպասը Ինչ հատ եմ ասա Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք նմանիներս ակնկալելով լայն հասարակական կոնսոլիդացիա օրինակ մեր համախմբելու և մեկ գաղափարի շուրջ Մնացածը հաջորդ լրատվականներով իրականացրել կոնսուլտացիաներ Այստեղից թեքվենք Սիլվա Կապուտիկյան փողոց Դեմերչան կարող է չկարանամ գնամ, ընդեղ էլ գործ ունեմ Սույցի պատճառով, հա Լավ, հլը ստեղ ավարտեմ կերևա Այս շենքում անցա Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանն է Ես նախագահի նստավայրն է Իսկ մեզ վերև Այս մասերում եղել ենք մի անգամ անայդրետ
շմանքը իշեք տեսել եք չեք տեսել, այ, լավ առանձնատուն է, չէ՞։ Չեմ կարծում, որ նորը Մի կողմը հետաքրքիր փողոց էր ինչ-որ։ Իմ այստեղ տեղա պետք գտնել կանգնելու։ Ես այն կողմից եկա ու գալուց թեքվեցի ձախ։ Եկա ստեղ։ Հիմա հետաքրքիր է, որ նայեք ստեղ գրած է Անտառային փողոցը։ Այն մեկը ամերիկյան համալսարանն է, այս շենքը, այսինքն մոտավորապես պատկերացնում եք որտեղ ենք։ Այն մեկը են խողովակները այնտեղ հեռվում երևում։ Այդ Լերկամսար փողոցն է։ Ու ինքը որ բարձանում է, այնտեղ կոչվում է Վերին Անտառային։ Հիմա նոր հասկացա ինչի է կոչվում Վերին Անտառային, որտեղ սա Անտառայինն է։ Սա ստեղ ընկանք հայր։ Ես երևի նախագահի ինչ-որ գարաժները կլնեն, կարծում եմ, ես Պարիսպը, մուտքը միայն աշխատակիցների համար։ Աշխատակիցները ով են, ես որ գրած է, ում է վերաբերվում մուտքը։ Փաշինյանը։ Ես Գարաժն է։ նախագահինն է, թե վարչապետին է։ Նախագահինն է։ Չէ, նախագահինը կլինի այս կողմերը։ Իսա բնակելի է, չէ՞ ոնց որ։ Դուք ստեղ եք ապրում։ Այս որ հիմնարկի շենքն է եղել սովետի վաղտ։ Ցեկայի շենքն։ Ցեկայի շենքերն են, հա։ Շնորհակալություն։ Լավ տեղ է, հանգիստ։ Կենտրոնին էլ մոտիկ։ Էլ մի հատ գնանք Ցեկայի շենքի բակը նայենք ոնց է անում։ Այս դրոշով շենքը վրան գրած էր նախագահի անձնակազմի ինչ-որ վերաբերյալ Յոսիմինչ հիմնարկեր։ Այստեղից մի հատ բակը փորձենք։ Այս լուրջ պատպորնի պատենդերը։ Այս է բակը։ Այս պաչկան բեսական գնի։ Տխուր է։ Լավ, գնացինք։ Ես ստեղ էլ հետաքրքիր բան չեմ տենում։ Հիմա հետ գնանք փաստորեն դեպի ձախ։ Այնտեղ մի հատ փողոց կար։ Սիլվա Կապուտիկյանը որ բարձացած ճյուղավորվում էր ինքը։ Այն առանձնատունը որ նշեցի, այդտեղից ճյուղավորվում էր, հələ տնանք այն մեկն էլ է, Անտառային, թե նա Սիլվա Կապուտիկյան է կոչվում, թե Սիլվա Կապուտիկյանը ստեղ, վերջ, այս ներքևից եկա ես,
Այս մեքենան տեղից է դուրս գալի ոնց որ, հա։ Այս փողոցը ոնց է կոչվում։ Այս մեկը։ Անտառայինն է։ Էս էլ է անտառային։ Շնորհակալություն։ Ինչը վերջ անտառայինը։ Դելը մի հատ ինչը վերջ գնանք անտառայինով տնանք ուր է բերում։ Մեզ ձեզ։ Չէ, ինձ թվաց փողոց է ստեղ։ Գարաժներ էին ուղղակի շենքի տակ։ Այստեղ էլ շինարարություն են սկսել։ Ընդեղել։ Այստեղ հեռախոսներ է գրած որ ավելի բարեկարգ Երևանը մեզ սպասում շինարարների շնորհիվ, շինարարությունների շնորհիվ։ Հետո այստեղ բարձավ անտառայինը, թե էլի տեղ կա։ Այս փողոցը ուր կընկնեմ դուք կիմանաք։ Այս փողոցը ուր կհասնեմ դուք կիմանաք։ Հա։ Հետո դուրս չեմ գա Բաղրամյան։ Տուպիկ է։ Այսի սենց էտիմաս կասկադի կողմ ես ելնում։ Ընդր տեղ չկա էլ ավ։ Հա, հասկացա։ Կասկադի մոտ եմ դուրս գալի։ Գնանք դուրս գանք էլի չէ։ Գնանք էդ ոնց են անտառայինից դուրս գալի կասկադի կողմ։ Այստեղ ոչ մի տեղ իմաստ չունի իջնել, որտեվ կամ պետք է իջնեմ լրիվ ոտով գնամ, բայց որոշ տեղեր կարամ հեռախոսով ցույց տամ, օրինակ Աջից։ Այսենց Այս էլ էդ նորակառույցն է, այս է այս կողմը, այստեղ էլ փորել են, այս այստեղ էլ կանեն, ընդե ինչ-որ բան գրած է, բայց այդքան չեմ կարած ես մոտեցնում, լավ փորձում, գնացինք, այստեղ մի հատ բան կա սենց, վաճառքների բաժին, հեռախոսն է, այս էլ շենքն է, որը կան ստեղ կլնի, չգիտեմ կանալ ես մեկն է որ ցույց տվեցի, գնացինք անտառային փողոցով այ լույսը վատացավ, էդ լավ չի վաճառվում է աջ կողքը վաճառվում էր այս այստեղ էլ մի հատ ցույց տամ այս սենց դնեք
Ստեղել երևի կկառուցում մի խոսքով անտառային։ Այս ինչ էր գրած, անցկացրու ձմեռը ինտերնետում։ Եկեք ստե մի վարկյան կանգնեմ, այստեղ վարկյան շատ էին շենքերը։ Ուզում էի չկանգնեի, բայց այն կողմից եկա ես, այս են շենքեր են ստեղ։ Սա կարող է վերևի մասով վերին անտառայինի վրա են հետևի շենքերը արդեն էլի։ Են անդեղ էլ են շենքեր երևում։ Ահա, եկա որ սրանք մի քիչ Երևան։ Դե լավ, մի հատ էլ սրանք սենց անցնեմ ու գնանք։ Այս էլ նախկին շենք։ Ես էլ ես լավ ծառի մոտ էի կանգնած։ Այսինքն կանգնած եմ մինչև հիմա։ Մենք ստեղից տնանք ինչ է երևում, ինչ չի երևում։ Առանձնապես տեսարան չկա։ Ես են գրողների միության մոտի օպերասյուիդ։ Ես մեկն էլ հենց իսկական օպերան ու երևի վերջ։ Ես ինչ անդուր ճանճակ իսա քնած դեմքիս վերով մանագալի ժողովուրդ։ Երկրորդ եկավ գնացի։ Հենց որ սենց հին էլեկտրական սյուներ են, ուրեմն, այս կրիվոյում կար, կոնդում կար, սենց սյուներ, իմիջալուց կինոմոսկվայի հետևն էլ կար ընդեղ, մինչև Ազբեկովի հրապարակ, հա, մի րոպե, սրանց ջրի համը չտենանք ոնց է, ես են անայեք, որ բիբարի նման են ես բաները, պտուղներ ասեմ, երևել։ Այո, լավ ջուր էր։ Ճիշտն ասած, այն չէր, որ ասում ենք խմելուց հետո, էս վերջն էր, չէ, բայց լավն էր։ Այս հիմա կասկադ կհասնենք, էլի հետ պետք է գամ, այ մարդինց դեմրճյանը պետք է։ Լավ, ընգել ենք, քաշենք։ Բայց հետաքրքիր է, անտառային չէ հանդիպես, տերևիթին իսկապես տուպիկ է։ Գնանք իմանանք էլի։ Ատես տղեկին հարցնեմ։ Սենց որ գնամ միտեղ դուրս կգամ, թե տուպիկ է։ Տուպիկ է։ Վայ, ես էլ հույս ունեի։ Լավ, երկար է հլ է տուպիկը։ Երկար է հլ է փողոցը։ Ընդեղ խա ֆռալու տեղ, շնորհակալություն շատ։ Դե գնանք մի 50 մետրից բարձրում է ու տուպիկ է։ Այս մենք փողոցով պետք է հետ գանք։ Բախի է տուպիկ։ Վաճառվում է։ Ասեց ընդեղ ֆռալու տեղ կա, լսեցիք երևի։ Գնանք ընդեղից ֆռանք։ Բայց տուպիկ մի քիչ տխուր է համաձայնվեք, չէ՞։ Ես գրուզավիկը կարող է ֆռալու տեղը զբաղացրել է։ Ես այն կողմից եկա, ստեղ ինչ-որ սենց ես իմ ինչ շինություններ են,
Ստեղ ես իմ ինչ են սա, ժողովուրդ, ես կասկադն է, այն է, են աղբի աշխատողը ճիշտ ասաց, ստեղ մի հատ բացված կար, բայց ոչ մի ծանոթ բան չեմ տենում, շենք, որ ձեզ մի բան ասեմ, ազգային ժողովն է չի երևում, ես էլ կասկադն է, կողքից, ես ինչ բունկեր աստեղ, բետոնի կույտ, Նրանցից մեկը հարցնում էր, երբ են կասկադը սկսելու, կարող է գիտեք, ոչ, չգիտեմ, այ որ դուք իմանաք ինձ իմաց տվեք, ստեղից էլ կարելի է ոտով բարձրանալ կասկադ, սենց հայր անտառային փողոցը ստեղ բրծավ, հաստատ, մեգենամ հետ, Պատտվեցինք, այն գրուզավիկը իսկապես գնաց ունդեղից, հիմա մի հատ էլ հետ գնանք, որտև կարծում եմ էլ երբեք ես փողոցում չեմ ելնի, ինչ որ են ժամանակ չեր երևում, հիմա երևում է։ Այսինքն է վաղտ մի բան էր երևում, հիմա մի քիչ ուրիշ բան է երևում։ Վաճառվում է, այս մարդիկ ինձ ասեցին, որ տուպիկը, կարամ շրջադարձվեմ, շունը շատ խելոք աչքերով նայեց վրաս, շատ ափսոս որ տուպիկ էր, Ես էլ ծառը, պուլպուլակը, ծանոթ փողոցը, ստեղ կանգնեցի կամերայով նկարեցի, այսինց անտառային փողոց, Այն շենքերը օրինակ չեր երևում, չէ՞, այն նորակառույցները, հեն այն գրուզավիկը գնաց, վերև բարձրացավ ինչ-որ, այսինքն որտեղ ես էի մի քիչ առաջ, հա, թե չէ, այլի, ոնց չէ, այլի, Այս արդեն նորակառույց շենքը, իհարկե բակը հետաքրքիր կլներ նայել, բայց էլ ժամանակը սուղ է։ Էս էլ ոնց էր այն առանձնատունն է, հա, որ Սիլվա Կապուտիկյանից բարձրացանք, հա, Սա երևի մի հոգում չի, Հա ուր է Սիլվա Կապուտիկյանը, չէ, ժողովուրդ, էս էտ առանձնատունը չէր, մի քիչ էլ գնանք, Այսքան գնացել է այր մարդ,
Այնա գրուզավիկը իջավ Սիլվա Կապուտիկյանով այդ առանձնատունն էլ աչի վրա ընկավ էսա էլի մոտավորապես իջանք Սիլվա Կապուտիկյանով հիմա մնում է ուղիղ կարելի լինի Դեմերչան դուրս գալ կարծում եմ կլինի հետ չէ այս Պարիսպը ճիշտ է ասում նախագահի տարածքի Պարիսպն է Սխեպ ընգնը այս սրան զուգահեռ էլի սենց փողոց կա մի հատ դեպի ներքև այս շենքի նման շենք է ու տեղ է Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանը էլ չեմ թեքվի այդ կողմ իմիջայլոց Բաղրամյանի վրա ցուցանակ կա սլակով դեպի Սիլվա Կապուտիկյան այստեղ ինձ շատ հետաքրքիր է ուղիղ կարամ թե չէ ահա լավ էր մտանք Դեմերչան այնտեղ ցուցարարներ կային էլի Բաղրամյանի վրա Давай Ինձ պետք է կոմպոզիտորների տան մոտ Ես կողմով չեմ գա իհարկե Անցա հետո կարայի չանցնի Դեմերչան փողոց այստեղ հիշում եք նրա կառույցները Լավ էր, չէ Դեմերչանի վրա էլ ոչ մի տեղ չկար կոմպոզիտորների տան մոտ ոչ մի կանգնելու տեղ սաղ լիքը տենց բան չէի տեսը ուզած այս բակը մտա քանի սրանք հլը արկելաձող չեն դրել սենց որ շարունակվի կդնեն իհարկե էլի Իմիջայլոց այս են բակն էր, որտեղ ցուցանակ կար, որ ապրել է Հուսիկ, ազգանունը չեմ հիշում։ Ինչի գիտեմ իրան, որտեղ ՀՀՇ-ի ժամանակ եղբորը բերեցին մեր ինստիտուտ զամդիրեկտոր։ Չեմ անում ինչ գծով։ Ես եմ վաղտ ինստիտուտի հետ արդեն առանձնապես կապ չունեի։ Մեր ինստիտուտն էլ էր համարյա քանդվել։ Հուսիկ Հարությունյան, գեներալ-մայոր։ Դա Նիկիտա։ Ասենց փողոց է Դեմերչյանը դառը։ Երեքչի կանգնելու տեղ չկա, հələ գնալու հնարավորություն էլ չկա։ Այս ինչ է կատարվում։ Այս մասերը վերջերս եղել ենք, ստեղից իջանք կոմպոզիտորների տան առջևից նայեցինք Պուշկին փողոցի վրա,
Այստեղ ցուցանակներ են տարբեր կոմպոզիտորների Սրանք լավ չեն գրած, չեմ կարող կարդամ են կամերան էլ չեմ ուզում հələ որ փոխեմ Արգանը աշխատում է այդ ակիրը Բարև ձեզ Բարև ձեզ Հարց ունեք Արգանը աշխատում է Այո, աշխատում, այո Իսկ համերգներ էլ լինում, հա? Լինում, գիտեք ինչ, նայած հայտարարություն է լինում Հեռախոսը գրեք, հետո բանա, իմացեք Օրինակ, հա, երբ են գնում Դիլիջան Համերգ կա Կոմպոզիտորների տանը Հա, կոմպոզիտոր բանա, այնտեղ Բայց այնտեղ արգան չկա, չէ? Չէ, ոչ, միայն դահլիճն է Իսկ արգան հայերեն ոնց է? Երկեհոն Երկեհոն, այո Օրինաց խոսք, երկեհոն Մի հատ բան հարցնեմ, կարող է իմանալ, այն շենքը ով էր այդտեղ ապրում, չգիտեք? Հա, կողքինը Ղափանցյանը, ակադեմիկ Ղափանցյան կար, լեզվագետ Լրիվ շենքը ինքն էր Իրանից, հա, բոլոր շենքը չկարողացավ վերջացնել, երևի փողերը չհիրիքեցին, ինչ-որ բան պետք է դնեին Ղափանցյանի շենքն է, հա? Հա, Ղափանցյանի շենքն է, մնացել է իր Այդ ուղղությամբ եմ գնալու Մնացին, տղան, Հա հետո как Пармянский наследники Հա, լավ է, նասլեդնիկի հասկանում եմ այդ խոսքը Հա, արդեն իրանք են, հա? Մի խոսքով այդ ընտանիքն է լրիվ Հա, լրիվ այդ ընտանիքն շատ շնորհակալություն Իսկ ստեղ մի վաղ սրճարան կար բանով Հա, մի ժամանակ Լավ տեսարան էր Հա, այնտեղի Վերացրեցին այդ Չէ, սրճարանը վերացրեցին Հա, սրճարանը Անհամ բան էր ստացվում Երեկոները խանգարում էին ախր Հա, բա ինչ կանեն Լոջայում կանգնած համ ծխախոտ, համ այդ ճաշերի հոտերը Հա Նույնիսկ բանով էր գալիս խողովակներով Դուք ես շենքում եք ապրում Հա, այստեղ Հա Ինչպես Չէ, Սատյանը չէ Իսկ դուք էլ եք կոմպոզիտոր Դուք էլ եք կոմպոզիտոր Հայրիկս երաժշտագետ էր Հա Դասավանդում էր և բանում Ձեզ շատ շնորհակալություն Ուսումնարանում Էլի հարցեր կա Չէ, չկա, շնորհակալություն շատ Այդ Ղափանցյանը որտեղ չկարացա այն անգամ պարզեմ, ոչ մեկը չգիտեր, տեսեք, իսկ դուք գիտեիք Ղափանցյանը իհարկե, պատոհանները սիրասիրային են Հա, պարզա Պատոհանները իրար վրա են նայում Հա, անցյալ անգամ Բաքում էի, ընդեղ տղա կար այդտեղ ապրող, նույնիսկ մեկին զանգ տվեց Ոչ մեկը չգիտեր Իսկ ես կինը գիտեր Հա, մեկ էլ, հա, հեսա մտավ էդ բաջեժդը Մեկ էլ հիշում եք ստեղ Անսպասելի Գևորգ Էմինն էլ էր ստեղ ապրել Այդ ցուցանակը Այսինքն կարող է կոմպոզիտոր էլ է եղել Չեմ իմացել Հեսա, ես պաստորեն Ղափանցյանն էր Բա ինչը չեր հերիք է փողերը Ոնց որ դե լրի սարկած է Ես մեջտեղի մասին է խոսքը, հա? Հիմա ժառանգներն են ապրում Նասլեդնիկի խոսքը հիշեցի հայերեն Հա, այդ կինը ասեց մեր պատոհանները իրար վրա են նայում դեմ դիմաց են Yeah. Սիրան կա լը Պամադորը 500 Ծիրանը 1500 Դեղցը Ես ոնց որ տեն
անտառային գեղեցկուին է 1400, այն կարալոկա թե խուրմայա, չգիտեմ 1400, դեղցի գինը գրած չի, այնտեղ գրած է 400, այս մի տանձը 1200, այս էլ եսի մինչա 600։ Այս կարող է են անտառային գեղեցկուինը։ Այո։ Հա։ Հեռախոսը զանգ տվեց։ Հակին բաներ եմ ճանաչում, հա։ Գեղեցկուհիներ 450, 450 Ասել 700, 600 մսխալի չունեն գնացինք դալիշը Ես էլ Շիրակ սուպերմարկետ Շիրակը հասկացակ մի քանի հատ է Երևանում ցանց է էլի մի հատը նախտ հիշում եմ Կողբացի փողոցի վրա է Մեկն էլ կարող է չեմ կարող հաստատ ասեմ Սեբաստիա փողոցի վրա է ես այսօր այնքան շուտ եմ դուրս եկել կոֆե էլ չխմեցի Ստեղից վերցնեմ, թե ավտոմատից Ավտոմատից ոնց վերցնեմ, կոպեկ չունեմ Գնամ ներսից մի բան ջոկեմ Սուրճը որտեղից վերցնեմ Պաշկով սուրճերը սրանք են Չէ, հիմա խմելու նախտ Էստեղ Այո Դուք ելնում որ ես սուրճը խմեք Դե ասեք որն եք խմում Ես լրիվ անծանոթ եմ Խմում ենք այս տեսակներից Որ նենց թունդ ելնի մի քիչ Խմում ենք սա դառնա սա Էս Այո, սրանից Ես ոնց է Հա, ես երկու հատ, ես մտածի Հա, երկու հատ էր Ֆիգուրնի ինչ-որ բան է Շո Որտեղ է կասան Կասան այնտեղ Գնանք ընդեղ ներքև Հələ մի րոպե հացերը նայենք էլի տնենք ինչ հաց Ամեկա չեմ առնի հիմա, հա Ափսոս Չինարից շատ է հացերի տեսականին Չոր աշկից լավ խանութ է ես Շիրակը Լավ խանութ ունեք Մասիվում չեք ուզում բացեք Մասիվում, չգիտեմ, չեմ կարող ասել Դե մի հատ մտածեք էտ ուղղությամբ Հա Նորել կա Պամիդորը 250 դրամ, բայց խլամ պամիդորը կեսը փչացած Կաղա շտապեցի գովելը Այս տանձը ինչ արժի? Տանձը 1500 1500 Հետաքրքիր է, որ տանձերը ամենաթանկն են մրգերի մեջ Են գեղեցկույն ինչքան էր հիշում եք Հա, ես լավ տեղ էր նստելու, բայց դե գալի վճարում են Ես մի տեղը նստենք, հա Ես էլ Դեմերչյան փողոց է, ես մասը հանգիստ է, բայց Չէ, գործերս պրծնեմ բոլոր դեպքերում են կողմով կգնամ Պրոշանով Շիրակին շնորհակալություն Սուրճը իրոք վատը չէր, լավ խորհուրդ տվեց աղջիկը Բիոկատ էր
ֆիրման, ստեղից Երևանն է երևում, բայց ես տուպիկ է, ինչ-որ միտեղ նշան տեսա տուպիկի, այսօր բոլա ինձ տուպիկներ, Միած սենց բարձանանք, ժամանակս իհարկե չի ների, մինչև ազգային ժողով հասնեմ։ Այս բակում չկանգնեցի ես, երևի չէ, կարծում եմ, կամ էլ չէ, չգիտեմ հաստատ։ Ես քանի հարգա, ես մեկը պատվալային է, 1, 2, 3, 4, հաշում 4-5 էլի ամենաշատը։ Ես մի շենքներ է պաստորեն, ժամանակին, ես մեկը կարող է, չնայած դժվար, սա հաստատ նոր է։ Ահա, այս տանը 61-ից 2003 թիվ ապրել է ականավոր պատմաբան, ակադեմիկոս Գալուստ Գալոյանը։ Գալոյան փողոց հանդիպել եմ ճիշտ ասած, բայց որտեղ էր տեղը չեմ բերում։ Ես էլ իրանց բակն է, էլ մի հատ մտնենք։ Նոր բակերից անընդհատ բողոքում եմ, էլ մի հատ հինը տնանք։ Են մեկը մի բան չէր, տեսակ, ցեկայի շենքը։ Տնանք ես մեկը ոնց էր։ Դե ոչինչ։ Ինչի է սաղ ասվալտ չգիտեմ։ Ինչ չեմ ամխի թվում է, այս ասվալտը նոր են արել։ Հա լավ են արել, բայց տեղ չկա ստեղ մեքենայով մտնելու ոնց շուր թե։ Դրա համար էլ մեքենա չկա էլ։ Հա, ստեղ աստիճան է։ Բա ափսոս չի ես տարածքայի մարդ։ Սենց ասվալտ է թողել են։ Ինչի համար է։ Ոչ երեխեքը կարան խաղան, ոչ։ Հա, են մասուրը, ես բոլորը բնակիչները ստեղով են գնում, Դեմերչան փողոց։ Ինչ անանք, մի հատ իջնենք տնանք, հա, ընդեղ, ինչ կա չկա։ Այ Գալոյանից մոտ երևի մեքենան գալիս է, որ մինչև ստեղ, հա, ինչ-որ։ Տախուր է, չէ, ինչ-որ մի տեսակ և անհասկանալի։ Լավ է թելը կգանք, կպարզենք, ոնց են մոտենում, ես դեր նոր շենք է, ես պարզա, որ նոր շենք է, սենց այեղ է, թաղամասա, ես սովետական շենք է, ես մեկը, անես գնանք, թե սենց գնանք հայեր, ինչ եք խորհուրդ տալի, չէ եկեք նա սենց գնանք։
Ես ես մասերում եղել եմ 2 անգամ ես տների մեջ։ Մի անգամ հայրս մի հատ ընկեր ուներ, իր տուն եկանք, բայց մի փողոց են կողմ էր ոնց որ թե սրան զուգահեռ, այս փողոցը չէր։ Այսինքն ստեղ այս շունը որտեղից է լսվում, հաչոցը են խաչմերուկից լսվում էր։ Են կատունա որ դիմանում նստած։ Հա, սենց է, ապսես ժամանակս քիչ է, են զուգահեռը կուզենայի մի հատ էլ, որտև ընդեղ եղել եմ էլի։ Լավ, մոտավորապես պարզ է էլի։ Դեմերչանին ուղղահայաց, այս ուղղությամբ սենց փողոցներ են, կարող այն ուղղությամբ էլ կան։ Ու սենց սեփական տներ էին իրանց այգիներով փոքր։ Զգալու են շենքը այս մասը ոնց որ թե կցակառույց է։ Այս որ մի քիչ ցածր է, հա։ Չէ, բայց Պաչկամբը Պիրիլեկով է, կցակառույցը խի պետք է տենց բետոնից բալյասին էկան էին, չէ, հետո էլ փագ էին լրիվ անիմաստը, ստեղ մեկը այգի է դասավոր է, գարաժի հետ միասին, կայանատեղիի հետ, Դեղից եկա, հա, են տղան որ գալիս է։ Այս մասը։ Հա, ինչ-որ բան է դրած, որ մեքենա չմտնի, պաստորեն կարա ու մտնի։ Չէ, ինչ պիս սաղ պագել են։ Հատ էլ երկաթ են դրել։ Ոյ, Ոտոշկապավ թել էր էլի, ստեղ ինչ-որ հիմնարկ-ձեռնարկություն է, ասենց աստիճաններ են, չէ, ես մեկը կցակառույց չէր, հնարեցի, են է վերևը նայեք, Պաչկամբը վերևում որ հին է, ու ինչ, ես աշկից են տուպիկն եմ դուս գալի, հա, հա էլ, նացանց լուրջ դալան է, այդ մի շենքի համար, հա, պաստորեն, ասենք չէ, դե են, ընդեղի ժողովուրդն էլ է մեքենայով երևի, ստեղից գնում, Հա, այս են տուպիկն է։ Սա էլ է Դեմիրճան։ Չէ, ընդեղ չեմ իջնի, արդեն շատ ժամանակ կգնա։ Հա, գնում է անդեղ պրծնում է, էլ է։ Ու մի հատ կանգնելու տեղ էլ չկա, է։ Նորից կոմպոզիտորների տունը, լավ, եկեք մի հատ իջնենք իրանց բակը ու տեսարանով Պուշկին փողոցի վրա ավարտեմ այսօրվա հաղորդումը, այսօր մի վագոն գործ ունեմ։
Հայաստանի կոմպոզիտորների միություն։ Այս կողմից ելնում է բակ գնալ, այն մի կողմից մեջքի սուղությամբ տեղ չկա ընդեղից բակ դուս գալու։ Այս շենքում էլ են կոմպոզիտորներ, ասել Բախը, այն մեկը չգիտեմ ով է, իսկ այս մեկը ժողովրդի հաղթանակը։ Այնքան հեշտ։ Ոնց նեղա, չէ՞։ Հենց առաջերտին խողովակներն են ողջունում, խայտարակ Ինչ տվել են, սաղ ջարդել են, երևի խողովակ դնելուց էլի, չէ՞։ Այնտեղ ֆրիկի փողոցն է, այն սպիտակ փոքր տունը, որ երևում է։ Իսկ այնտեղ գրած է, որ պետք է որ Երևանդ Քոչարը արնի։ Բայց ստեղ ավարտելու եմ հաղորդում, էլ չեմ իմանա։ Ինչ անեմ, գնամ նայեմ։ Ահա, նուրա նայում եք։ Ստեղից չեմ տենում, հլեն կամերայով փորձեմ մի հատ։ Հա, ճիշտ է, Երևանդ Քոչարը։ Այո։ Այս շենքն է, փաստորեն։ Հենց կոմպոզիտորների տան կողքը էլ։ Այս այդ պաչկամբը կոմպոզիտորների տան շենքը։ Այնտեղ Երևանդ Քոչարներ ապրում։ Այս շենքում և կոմպոզիտորներ ուրիշ, տարբեր, սենց բարձանում էի ես, հիշում եմ գալիս էի ընկերոջս մոտ, այս անկապ շինությունը ստեղ չկար, ու ներքևից կոմպոզիտորների տունը շատ ավելի լավ էր երևում, փչացրեցին, շուր առանձնապես տեսարան չկա փաստորեն, Պուշկին փողոցն այնտեղ, մինչև այդ Սարյանն է իհարկե, այստեղ հիշում եք այդ իտալացի էր մի հատ այս նկարը նկարել, Քոչարի սյուժեներով, ու ավարտենք սրանով Վարուժան, լավ մնաք, միշտ առողջ և խաղաղ երկինք։ Տուրիստներն էլ ինչ-որ հնություններ են անընդհատ ման գալի։